Լույսարոտին շարունակվում է եւ այսպես ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը սկսել է հեպատիտ C-ի բուժման լայնամասշտաբ նախագիծ։ Այսուհետ միայն ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում հեպատիտ C-ն բուժվում է ամբողջությամբ անվճար։ Այդ թվում բժշկի խորհրդատվությունը, անհրաժեշտ լաբորատոր եւ գործիքային հետազոտությունները, դեղորայքը։ Հիվանդության եւ բուժման ընթացակարգերի մասին խոսենք մեր հյուրի հետ, մեր հյուրն է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկայի ղեկավար Հերմինե Հովակիմյանը։ Բարի լույս։ Լույս առավոտի։ Շնորհակալ ենք, որ առավոտը ձեր աշխատանքը, ձեր մասնագիտությունը այն է, որ դուք երևի 24 ժամ պետք է լինեք հիվանդների այն մարդկանց հետ, ովքեր ունեն կարիք է ձեր խորհրդի կամ պարզապես անցնելու այն ճանապարհը, որ միայն կարելի է անցնել հենց ձերպես խելացի մասնագետների հետ։ Լավ, անցնենք հիվանդությանը, հա, հեպատիտ C-ն կամ ինչպես ասում են լուր համաճարակ, հա, լուր հիվանդություն, քնքուշ մարդասպան։ Քնքուշ մարդասպան։ Այսպես տերմինել են օգտագործում։ Այն անցնում է, կարելի ասել, տարիներ նույնիսկ առանց ինչ-որ նախանշանների, շատ հանգիստ ու մեկ էլ հոպ մի օր գլուխը բարձրացնում է։ Տարիների ընթացքում սխալ կլինի ասել այն ինչ-որ մուտացիա է ապրում կամ ինչ-որ փոփոխություններ կան, այսինքն էլ ավելի արագացել է, հնարավոր է դարձել ավելի շուտ հասկանալու թե ինչի հետ մարդը գործ ունի։ Եվ ինչ է հեպատիտ C-ն առասարակ։ Նախ սկսեմ նրանից, որ վիրուսային հեպատիտ C-ն դա ինֆեկցիոն հիվանդություն է, որի հարուցիչն է հեպատիտ C-ի վիրուսը եւ այն գլխավորապես ախտահարում է լյարդը։ Այո, մարդը վարակվելով երկար տարիներ կարող է ոչ մի ախտանշան չունենալ, բայց քանի որ այն առաջացնում է լյարդի խրոնիկ բորբոքում, տարիներ անց առաջանում է լյարդի ֆիբրոզ, ցիրոզ եւ նաեւ կարող է առաջանալ լյարդի քաղցկեղ, հեպատոցելյուլար կարցինոմա։ Մարդը կարող է ընդհանրապես ունենալ ընդհանուր թուլություն, հոգնածություն, կարող է պատահական հետազոտությամբ լինել լյարդի ֆերմենտների ակտիվություն, բայց առհասարակ մինչև չանցնի սպეციფიկ հետազոտություն չի իմանա, որ ինքը վարակված է հեպատիտ C-ով։ Այսինքն առաջին անալիզներ տալու հասկանալու։ Ցանկացած, այսինքն մարդը երբ որ վարակվում է, ինքը եթե անցնի սկրինինգային հետազոտություն հակամարմինների վերաբերյալ, ապա հետազոտությունը լինում է դրական եւ բնականաբար մարդը պետք է արդեն անցնի ախտորոշման հաստատման համար համապատասխան հետազոտություններ։ Այսինքն միայն հակամարմինների առկայությունը դեռևս բավարար չէ ախտորոշման համար, որովհետեւ շատ երբեմն ես կարող եմ ասել մոտ 50% դեպքերում, նախկինում ասում են 30% դեպքերում մարդիկ ինքնալավացման են, այսինքն վարակվում են եւ ինքնուրույն հաղթահարում են հիվանդությունը։ Դրա համար միայն առանց ոչ մի, այո, դեղորայքային միջամտության այդպիսի դեպքեր եւս լինում են։ Դրա համար անհրաժեշտ է անցնել անպայման ՊՇՌ հետազոտություն, որը իրենից ներկայացնում է արյան մեջ ուղղակիորեն վիրուսի հայտնաբերումը, եւ եթե վիրուսը հայտնաբերվում է, ապա մարդը կարիք ունի հակավիրուսային բուժման։ Իսկ Հայաստանում այսօր որքանով է տարածված այս հիվանդությունը։ Ճիշտն ասած, տարածվածության վիճակագրության վերաբերյալ ես հստակ տվյալներ չունեմ, որտեղ դրանով զբաղվում է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Չեմ կարող այդպես ասել, շատ տարածված է ներարկային թմրանյութեր գործածողների շրջանում, որովհետև սա համարվում է ռիսկային գործոն։ Հիվանդության հիմնական փոխանցման ուղին արյան միջոցով փոխանցումն է, դրանք կարող են լինել եւ այդ համատեղ թմրանյութերի օգտագործումը, ինչպես նաեւ բժշկական եւ կոսմետիկ տարբեր միջամտություններ, որոնք իրականացվել են ոչ նորմալ ախտազերծված գործիքներով։ Այսինքն կարելի է նշել, որ օրինակ հեպատիտ C-ն փոխանցվում համբուրվելու, գրկախառնվելու, սպասքի, բնականաբար, այո, կենցաղային ճանապարհով հեպատիտ C-ն չի փոխանցվում, շատ հազվադեպ փոխանցվում է սեռական ճանապարհով, դա եւս այդքան հաճախ չի հանդիպում եւ ելի այդքան հաճախ չի հանդիպում մորից երեխային փոխանցումը, բայց կարող է տեսականորեն լինում են դեպքեր։ Իսկ ինչ նոր հնարավորություններ է բացում այս ծրագիրը քաղաքացիների համար։ Սկսեմ, որ 2015 թվականից աշխարհում սկսեցին գործարկվել ուղղակի ազդեցության հակավիրուսային դեղերը։ Նախկինում, երբ որ ես դեռևս սովորում էի ու մարդու մոտ ախտորոշվում էր խրոնիկ վիրուսային հեպատիտ C, շատ մեծ անհանգստություն էր առաջանում թե բժիշկների, թե պացիենտների մոտ, որտեղ հիվանդություն կարելի էր ասել ոչ այդքան բուժելի հիվանդություն է։ Կար դեղորայք, որը բավականին թանկարժեք էր, արդյունավետությունը շատ ցածր էր եւ ուներ բավականին լուրջ կողմնակի էֆեկտներ։
Իսկ 2015-ից արդեն ստեղծվեցին նոր դեղեր, որոնք շատ ավելի մեծ արդյունավետություն ունեն, համեմատաբար մատչելի են, որտեղ հետագայում նաև սկսեցին ջեներիկ պրեպարատներ արտադրվել եւ կողմնակի էֆեկտներ համարյա թե չեն արձանագրվում, այսպես ասեմ։ Պատվաստանյութ չունի, ճիշտ հասկացա։ Ոչ, պատվաստանյութ գոյություն չունի հեպատիտ C-ի դեմ։ 2020 թվականից Հայաստանը գործարկեց ազգային ծրագիր, որով նա միանում էր, այսպես ասած, ԱՀԿ գլոբալ նպատակներին, էլիմինացիային, այսինքն ԱՀԿ-ն ունի, այսպես ասած, ամբիցիոզ նպատակներ, որ 2030 թվականին պետք է 90%-ը իմանան իրենց կարգավիճակը հեպատիտ C-ի վերաբերյալ, իրենց 80%-ը առնվազն ստանա հակավիրուսային բուժում եւ 65%-ով նվազի մահացության մակարդակը հեպատիտներից։ Առհասարակ սա վերաբերվում է նաեւ հեպատիտ B-ին, դա լրիվ այլ վիրուս է եւ լրիվ այլ պատմություն է։ Եվ 2020 թվականից Հայաստանում արդեն հասանելի դարձան ուղղակի ազդեցության հակավիրուսային պրեպարատները, ասեմ ավելին, որ 2022-ից արդեն մենք սկսեցինք կիրառել ավելի ժամանակակից պրեպարատ, որը կոմբինացված պրեպարատ է, երկու պրեպարատը մեկ հաբի մեջ եւ պանգենոտիպային է, ասեմ, որ սա շատ կարեւոր է այն տեսանկյունից, հեպատիտ C-ի տարբեր տարատեսակներ կան, կա մոտ հիմա արդեն ասում են 7 գենոտիպ, նախկին դեղորայքը տարբեր գենոտիպերի դեպքում տարբեր ազդեցություն ուներ եւ որոշ դեպքերում մենք որպեսզի որոշեինք բուժման տևողությունը անպայման պետք է անեին գենոտիպի հետազոտություն, որը բավականին թանկարժեք է։ Պանգենոտիպային դեղի կիրառումից արդեն որոշակիորեն պարզ դարձան, ավելի հասանելի դարձան հետազոտությունները եւ այժմ այդ դեղը եւս հասանելի է ու մարդիկ կարող են օգտագործել։ Իսկ ներողություն, մեկ անգամ օրինակ բուժվելուց հետո արդյոք կարող է կրկնվել, թե մեկ անգամ հիվանդանալուց բուժվելուց հետո այլևս ասեմ, որ դեղի արդյունավետությունը մոտ 95%-ից բարձր է, այսինքն 100-ից առնվազն 95-ը արձանագրում է հաջող բուժում, այսինքն վիրուսը այլևս արյան մեջ չի հայտնաբերվում բուժման ավարտից 12 շաբաթ անց։ Բայց հակամարմինները շրջանառվում են արյան մեջ եւ կարող են նույնիսկ ցմահ պահպանվել։ Դա որոշակի թյուրըմբռնում է առաջացնում նաեւ բժիշկների շրջանում, երբ որ տեսնում են դրական հակամարմիններ, ասում են, որ դու հեպատիտ C-ով վարակված ես, երբ որ իրականում պացիենտը ստացել է բուժում եւ ազատվել է այդ վիրուսից։ Ուրեմն Սակայն այդ հակամարմինների առկայությունը պացիենտին չի պաշտպանում հետագայում նորից վարակվելուց։ Այն մարդիկ, ովքեր ռիսկային վարքագիծ ունեն, նորից շարունակում են թմրանյութեր օգտագործել ոչ ծերիլ ասեղներով, իրենք կարող են նորից վարակվել այդ հիվանդությամբ։ Ոչ թե հիվանդությունը կրկնվում է, այլ մարդը կարող է նորից վարակվել հեպատիտ C-ով։ Նշեցիք ամենասկզբում, չէ, որ թուլություն, սրտխառնոց, միգուցե փոստխումներ բան, իմ կարծիքով բոլորի մոտ էլ կա, դա, այսինքն մենք գերծանրաբեռնված գրաֆիկով աշխատում ենք ու երեկոյան է լինում է, որ ինչ-որ թուլություն ենք զգում, միգուցե ինչ-որ գլխապտույտ բան, բայց որն են ամենա վախեցնող ախտանշանը, որ այդ դեպքում պարտադիր պետք է գնալ ստուգել, որովհետև մենք սիրում ենք, չէ, հայավարի, այսպես ասած, դանակը ասում է ոսկորին, նոր ենք գնում դիմում մասնագետին։ Ունենք ինչ-որ վերջին ստադիայում, դե վերջին ստադիայում արդեն դրանք լուրջ բարդություններ են, որոնք ակնհայտ են դառնում, բայց պետք չի հասցնել այդ աստիճանի։ Ցանկացած անձ, ով երբևիցե անցել է որից է կոսմետիկ, չգիտեմ, մանիկյուր, պեդիկյուր, տատուաժ, պիրսինգ, բժշկական միջամտություններ, եղել են ներարկումներ, վիրահատություններ, ատամնաբուժական ծառայություններից օգտվել, ապա կարող է գեթ մեկ անգամ իր կյանքում գոնե հետազոտվել։ Էլ չասեմ թմրանյութերի գործածման վերաբերյալ, իրենք շատ լավ գիտեն մարդիկ, որ իրենք ռիսկային են այդ առումով եւ պարբերաբար հետազոտումը պարտադիր է։ Սկրինինգային հետազոտությունը դա ընդհանրապես մի կաթիլ արյուն է մատից եւ րոպեների ընթացքում դուք ստանում եք պատասխան։ Այո, ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում այսօր հասանելի է եւ սկրինինգը, եւ ՊՇՌ հետազոտությունը վիրուսի հայտնաբերման համար, եւ եթե վիրուսը հայտնաբերվում է
բուժման տակտիկան որոշելու հետ կապված հետագա բոլոր լաբորատոր գործիքային հետազոտությունները եւ նաեւ հակավիրուսային դեղերը։ Այդ ամեն ինչը մեկ վայրում միանգամից կարող եք անցնել եւ լինել չվախենալ ոչ մի բանից։ Հիվանդությունը բուժելի է այսօր։ Իսկ այսօր որքանով է արդյունավետ ժամանակակից բուժումը եւ հնարավոր է ամբողջական ապաքինում։ Ես նշեցի, որ 95%-ից բարձր է բուժման արդյունավետությունը եւ այո, հնարավոր է լիարժեք ապաքինում։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ միմիայն ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում է սա արվում անվճար։ Դեղորայքը առհասարակ անվճար է ամբողջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար եւ ցանկացած բժիշկ կարող է նշանակել, ով բժիշկներ մասնագետը կարող է հատուկ դեղատոմսով նշանակել եւ մարդիկ գան մեզ մոտից վերցնեն դեղորայքը, բայց ինչն է անվճար մեզ մոտ, այդ այլ բժշկական կենտրոններ, ամբողջը սկրինինգը, ախտորոշումը, անհրաժեշտ լաբորատոր գործիքային հետազոտությունները, բժշկական խորհրդատվությունը, որոնք անվճար չեն, այլ բժշկական հաստատություններում մեզ մոտ դա եւս կատարվում է անվճար հիմունքներով։ Դեղորայքը ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար, ով ունի վիրուսային հեպատիտ C, անվճար է եւ նա կարող է ստանալ թեկուզ իր նախընտրած բժիշկի մոտ։ Այդտեղ ինչ է հետաքրքիր։ Իմ կարծիքով յուրաքանչյուր պացիենտ, ով բուժվում է այս հիվանդության դեմ, իրեն նաեւ շատ կարեւոր է իմանալ աղբյուրը, թե ի վերջո որտեղից էր նա հիվանդացել, վարակվել, հա։ Ունեք նման տվյալներ դուք տալիս եք, թե ոչ։ Չէ, դա դժվար է ասել առհասարակ մարդը որտեղից է։ Որտեղ կարող մի քանի տարի առաջ եղած լինի, հա։ Դե իրական անամնեզ ես հավաքում, որոշակի ենթադրություններ ես անում եւ քանի որ ինքը շատ դանդաղ զարգացող հիվանդություն է, ես օրինակ բերեմ, ես ունեի պացիենտ, որը մոտավորապես 30 տարեկան էր, բայց երբ որ եկել էր ինձ մոտ, իր մոտ արդեն լյարդի ցիրոզ էր։ Այսինքն ինքը արդեն հիվանդության վերջին փուլում էր գտնվում, ու ինձ համար մի քիչ տարօրինակ էր, քանի տարեկանում է վարակվել, որ հիվանդությունը առնվազն 20-30 տարի կարող է զարգանալ, այսպես ասեմ, էլի, բավականին դանդաղ զարգացող հիվանդություն է։ Երբ որ անամնեզ էի հավաքում, այսինքն հարցեր էի տալիս կյանքում արված վիրահատ, պարզվեց, որ 8 ինքը բնածին սրտի արատով էր ծնվել եւ 8 տարեկանում թե երբ արտասահմանում, թե չեմ սխալվում, Ռուսաստանում իրականացվել էր սրտի բաց վիրահատություն։ Իմ ենթադրությամբ ինքը վարակվել էր արդեն իսկ այդ ժամանակ, բայց դա ընդհանրապես ենթադրություն է։ Իսկ ինչ կարևոր խորհուրդ կտաք մեր հեռուստադիտողներին իրենց առողջության նկատմամբ ավելի ուշադիր լինելու համար։ Բնականաբար խորհուրդ կտամ հետազոտվել, չվախենալ, չանհանգստանալ, այո, հիվանդությունը բուժելի է եւ կարելի է ինչքան ժամանակին ախտորոշվի, այո, մենք բուժելով այս հիվանդությունը չենք ունենա ոչ միայն կազատագրվի մարդը այդ վիրուսից, այլև չի ունենա այնպիսի լուրջ բարդություններ, ինչպիսիք նշեցի։ Եվս մեկ անգամ հիշեցնենք մեր հեռուստադիտողին, ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը սկսել է հեպատիտ C-ի բուժման լայնամասշտաբ նախագիծ, այսուհետ միայն ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում հեպատիտ C-ն բուժվում է ամբողջությամբ անվճար, այդ թվում բժշկի խորհրդատվությունը, անհրաժեշտ լաբորատոր եւ գործիքային հետազոտությունները, դեղորայքը։ Մեր հյուրներ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկայի ղեկավար Հերմինե Հովակիմյանը, շնորհակալ ենք շատ։ Լավ օրվա շարունակություն։ Ձեզ լավ օր, այո, մի անտեսեք այն նախանշանները, որ տալիս է ձեր օրգանիզմը, որովհետև մենք սիրում ենք տալիս ենք մեզ մեր աշխատանքից, զբաղվածությունից, մենք լավ հետո շատ ավելի ուշ է լինում կամ շատ բարդ է լինում։ Այնպես որ ուշադրություն դարձրեք բոլոր այն ազդակներին, որ տալիս է ձեր մարմինը։ Այսքանով լույս առավոտին ավարտվեց, շնորհակալություն, որ մեզ հետ եք, վաղ կրկին տաղավարում կաշխատենք ես եւ Անահիտ Հակոբյան եւ ձեր օրը, որպեսզի լինի հագեցած, լավ ստացված, պետք է սկսել Կենտրոն հեռուստաընկերության հետ եւ լույս առավոտի։ Ձեզ լավ։